2 օրում Թելսելի ապարատը 1 հոգուց կուլ է տվել 500 դրամ գումար ու չի տվել ոչ մի երթուղային տոմս։ 300 դրամ գցեցի տերմինալի մեջ, որ 2 տոմս գնեմ, ոչինչ տեղի չունեցավ։ Միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո երթուղայիններից օգտվող քաղաքացիները ամենահաճախը հենց այս խնդրին են բախվում։ Տերմինալից QR տոմսեր ձեռք բերելու փոխարեն նրանք կորցնում են իրենց գումարը։ Պատասխանատու կազմակերպությունից հայտնում են, սա խարդախների ձեռքի գործն է։ Իրեր են տեղադրում, չոփիկներ, գդալներ, տարբեր իրեր։ Եվ այդ իրը հանելուց հետո այն գումարը, որը կուտակված է այս վերևի մասում, ներքևի մասով դուրս է գալի եւ իրեն գողանում են։ Գալիս են, բացում են այդ իրը, հանում են, կոպեկները գողանում են, նորից տեղադրում են։ Եղել են նաև քաղաքացիներ, որոնք նկատել եւ ֆիքսել են դրամընդունիչ սարքում առկա օտար իրերը։ Նման դեպքեր ըստ սպասարկող կազմակերպության հիմնականում գրանցվել են կանգառների մոտ տեղակայված տերմինալներում, որտեղ մանրադրամներն ավելի շատ են հավաքվել։ Քաղաքացին մանրադրամը գցել է ապարատի մեջ, սակայն տոմս չի ստացել, քանի որ գումարը չի գնացել ապարատ, այլ հավաքվել է ընդունման կետում։ Խնդիրը հայտնաբերելուց հետո Տելսելը տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունները կանխելու համար ծրագրային փոփոխություն է կատարել։ Կոճակը սեղմելով ես խնդիր եմ առաջացնում դրամընդունող սարքին։ Ինքը մոտապես նույն խնդիրն է, ինչ որ իր մտցնենք սարքի մեջ։ Հիմա փորձում ենք ուղետոմս ձեռք բերենք, երբ որ ուղետոմս ես ուզում ձեռք բերել, նախազգուշացնում եք ես կամ թղթադրամից օգտվել, որտեղ թղթադրամ ընդունող սարքը նորմալ աշխատում է, ինքը կարող է ընդունել, բայց մանրադրամ ասում է մի նետեք, որովհետև խնդիր կա։ Մինչև այս փոփոխությունը խարդախներն օրական շուրջ 40 տերմինալ էին թալանում։ Չնայած մեր չարագործները դեռ շարունակում են այդ օտար իրերը մտցնել մանրադրամ ընդունող սարքի մեջ, բայց ուզում ենք բոլորին հորդորենք այլևս մի արեք, որտեղ քաղաքացիներին գալիս է հաղորդագրություն եւ այսօր, երբ որ մենք գնում ենք եւ այդ իրերը հանում ենք սարքի մեջից, այնտեղ մանրադրամ էլ չի լինում, որովհետև մարդիկ կարդում են հաղորդագրությունները եւ չեն նետում։ Միասնական տոմսային համակարգից օգտվելիս քաղաքացիները դեռևս որոշ խնդիրների են բախվում։ Պատասխանատու կառույցից սակայն նշում են, դրանց թիվը էականորեն նվազել է։ Այս պահին համակարգը բավականին հանդարտվել է, մտել է իր սահուն, կայուն հունի մեջ եւ թե զանգերի կենտրոնի, թե մասնաճյուղերից այլ բողոքների քանակը նվազագույնի է հասել։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր